Սևանալճում մուտանտներ չկան, բարկանում է, բայց ոչ առաջին անգամ նորից լուրը հերքում է հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրենը։ Վերջին տարիների համացանցում ամենաշատ տարածված կեղծ լուրերից մեկն է։ Նման սիրողական մակարդակով ելույթները միայն վատացնում են որոշումների ընդունումը և արժեզրկում են մնացած հիմնական հիմնավորումները։ Մուտանտներ չկան, բայց մուտացիաներ Սևանի ավազանում կան, Կարմիր գրքում հայտնվեցին կողակն ու քուղը, իսկ խեցգետինները, որ ամենաշատն էին լճում, արդեն պակասում են։ Որոշ մասնագետներ խրախուսում էին դրանց որսը բնապահպանական նկատառումներով։ Խեցգետնի հայտնվելը մեր համար կարծեք թե բնության շնորհներից մեկն էր, երբ լճում հայտնվեց մի կենդանի, որը սնվում էր կուտակված օրգանական դեղմով։ Այդ ֆունկցիան երկար ժամանակ կատարում էր Սևանա լճում կողակը, որը գիտեք, որի քանակները խիստ կրճատվել են եւ խեցգետինը եկավ փոխարինելու այդ ձկնատեսակին։ Խեցգետինների նվազումը Սևանում ահազանգ էր, այնպես որ առաջին անգամ արգելվեց ձվադրման շրջանում դրանց որսը։ Վերջապես ավելանում է սիգի ու իշխանի քանակը։ Սևանի ավազանի գետերում բաց թողնված մանրաձուկը հայտնվում է լճում։ Սիգը նույնպես շատացել է։ Ընդհանուր արդյունագործական չափի կենդանիների քանակը 450 տոննայի է հավասարվել, որից 1-1.5 տոննան Սևանի իշխանն է, մոտ 100-ը արծաթափայլ ծածանն է, մնացածը սիգն է։ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրենը միշտ էլ դեմ է եղել Սևանի ջրի բացթողումներին։ Ամեն անգամ, երբ ռոռոկման ու այլ նպատակով ջրի կարիք է առաջանում ու նեղն են ընկնում, հիշում են Գեղամա գեղեցկուհուն։ Այդ խնդիրները Սևանա լճի հաշվին չպետք է լուծվեն, որովհետև մենք ունենք ջրամբարներ եւ բավականին վատ ենք օգտագործում ունեցած ջրամբարները։ Մենք առաջին ներդրումները պետք է կատարենք այդ ջրամբարների ռոռոկման համակարգերի վերականգնման ուղղությամբ, վերանորոգման, կառուցման ուղղությամբ, որպեսզի կարողանանք ամբարել այն ջուրը, որը մերն է, բայց մենք նվիրատվություն ենք անում, մենք տալիս ենք մեր հարևան երկրներին։ Սևանի հարցը միշտ է հրատապ, բայց գիտությունների թեկնածու հիդրոլոգը հանգստացնում է հետազոտությունները, որ անում են իրենք հատուկ հիդրոլոգիական նավերով ու սարքավորումներով են։ Սևանի կենդանական աշխարհին մեծ վտանգ չի սպառնում։ Հոռետեսական տեղեկությունները հիմնականում տարածում են սուզորդները, որոնք սուզվում են ոչ մեծ խորություններում, որտեղ քիչ վտարների են հանդիպում։ Մանուիրցյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։